Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Թուղչե Ելմազ նա այն թուրք լրագրողն է, ով դատարանի առջև է կանգնել հայոց ցեղասպանության մասին հրապարակած իր վերջին հոդվածի համար։ Մեղադրվում է Թուրքիայի քրեական հայտնի 301 հոդվածով թուրքական ազգի եւ պետության պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։ Եվ սա միայն այն պատճառով, որ հոդվածում Թուղչե Ելմազը ներկայացնում է իր զրույցը Թուրքիայում ապրող հայ երիտասարդների հետ։ Այն հենց այդպես էլ վերնագրելով թուրքահայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուգը։ Եղել են դեպքեր, որ մինչև տարիներ առաջ որ կիրառվել են այդ հոդվածը իրենց քրեական օրենսգրքի, բայց երկար տարիներ չէր կիրառվում։ Հիմա մեկ էլ որոշել են էլի կիրառել։ Այսինքն քրեականացվում է այնտեղ ցեղասպանության մասին ճշմարտություն խոսելը։ Մի պահ եղավ Թուրքիայում, որ բավական շատ տիպիկ ճշմարտություն էին խոսում Թուրքիայում հայոց ցեղասպանության մասին, մտավորականության ներկայացուցիչները, որոշ չափով նաև գիտնականները, եւ նրանց ոչ մի պատիժ չէր հասնում։ Հիմա մենք տեսնում ենք, որ նորից այդ հոդվածը փորձում են կիրառել Թուրքիայում։ Ինքը Թուղչե Ելմազը չի ընդունում մեղադրանքը, թուրքական լրատվամիջոցներն են գրում մեջբերում։ Նրա խոսքերը դատարանի դահլիճից թուրքերին չի վիրավորել, ազատ խոսքի իրավունք է իրացրել։ Այսօր այստեղ եմ, քանի որ որպես լրագրող ես օգտվել եմ իմ օրենքով պաշտպանված խոսքի ազատությունից։ Տուն վերադառնալիս ինձ կանգնեցրեց ոստիկանությունը եւ մեկ գիշեր անցկացրի կալանքի տակ փախչելու փորձի կասկածանքով։ Հետագայում ես իմացա, որ ինձ հետևում է դեմքի ճանաչման համակարգը, ինչպես քրեական դրամաներում է լինում։ Իսկ ով է բողոք ներկայացրել սեղանին փաստեր չկան, միայն ենթադրություններ կարող է անել թուրք լրագրողը։ Բացի այդ Ելմազի ուշադրությունը գրավել է նաև դատավարական ժամանակացույցը, ապօրինություններ է աչքն առել։ Նա ենթադրել է, որ բողոքը հավանաբար ներկայացրել է մի անձ, որը անհարմար է զգացել տարբեր հասարակական խմբերի համակեցությունից, հնարավոր է ռասիստական հակումներով, հայոց ցեղասպանության վիճահարույց թեմայի պատճառով։ Ինչ վերաբերում է ժամանակացույցին, ապա ըստ Ելմազի դատական հայց ներկայացնելու իրավական ժամկետն անցել էր մինչև գործը դատարան հասցնելը։ Ուշագրավ է, որ տեղի ունեցողը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետնապատկերում է, մինչև հեղինակավոր Բլումբերգը հղում անելով թուրք դիվանագիտական իր աղբյուրներին գրում է, որ կես տարվա ընթացքում Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանի պինդ զոդված այս դարպասները։ Թեպետ արտգործնախարար Ֆիդանը մեջլիսում օրերս էր բանաձևել։ Երևանը նախ պետք է հաշիվները բարձի Բաքվի հետ, հետո գնա Անկարա։ Եթե նման դեպքեր մենք տեսնենք, էլի որ լինեն, այդ ժամանակ կարող ենք ընդդել, որ սա ունենք Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործառույթ։ Հիմա դեռ մեկ դեպքի մասին է մեզ հայտնի։ Էլիկան ուղղակի մեզ հայտնի չէ։ Այո, որ լինեն էլի դեպքեր, կարող եք ասել, որ Թուրքիայի սա քաղաքականությունն է Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցեղասպանության խնդրով։ Քանի որ սա մեկուսի երևույթ է, որ կարելի է ասել, որ այն տեսակետները, որոնք հայտնում են շատ քիչ ազատ մտածող մարդիկ Թուրքիայում, այդտեղ նաև ցեղասպանության վերաբերյալ, որը շեղում է պաշտոնական տեսակետի ցեղասպանության մասին, նրանք պատժվում են։ Իսկ քաղաքագետի համոզմամբ հարաբերություններ կարգավորող երկրներն անցյալը մերժելու հաշվին չեն կարող առաջ գնալ։ Պատմական օրինակներ է բերում դոկտոր Խաչիկյանը՝ Գերմանիա, Իսրայել, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Լեհաստան, Կորեա, Ճապոնիա, Չինաստան։ Փոխադարձ ըմբռնում, մեղքի ընդունում։ Դա նշանակում է, մենք ապագայում այսպիսի բան էլ չենք անի։ Մենք հասկանում ենք, որ սա սխալ էր։ Իսկ այս դեպքում դուք տեսնում եք, անգամ չեն ընդունում, որ այսպիսի բան եղել է, որ դա սխալ էր, եւ պատժում են մարդկանց, ովքեր փորձում են դրա մասին խոսել։ Այսինքն ցանկացած ժամանակ նույն բանը կարող են անել մեկ անգամ եւս։ Ելմազի պաշտպաններն ի դեպ թուրքական դատարանին հիշեցրել են նաև Հրանտ Դինքի գործը, որը հասավ մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ ընդդեմ Թուրքիայի վճռով հետ դարձավ Անկարա։ Հենց այդ հոդվածն էր թուրք ազգին վիրավորելու համար։ Դինքին դատեցին, հետո նաև սպանեցին։ Մոտ 1000 քաղաքացի 2025 թվականին ցանկություն է հայտնել դառնալ զինվորական։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Պաշտպանության նախարարը։ Սուրեն Պապիկյանի խոսքով պարտադիր զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18 ամսով։ 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։ Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
Փաշինյանը կառավարությունում հայտնել է, թե տարեցտարի բյուջեի եկամուտների ավելացմանը զուգահեռ պետք է խնդիր դնել նաև դրանց ճիշտ ծախսման տնօրինման վրա։ Կառավարությունը որքան էլ կարողանա ապահովել տարեկան 7% տնտեսական աճը երկրում, այնուամենայնիվ ըստ Փաշինյանի կառավարության աշխատանքի մեջ էլ կան բազմաթիվ թերություններ, եւ դրա պատճառն ըստ Փաշինյանի այն է, որ ներդրումներ չի կատարվում կառավարման որակի բարելավման մեջ։ Փաշինյանը նաև խոսել է Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղիներ գտնելու մասին։ Դրա առաջնահերթ քայլերից մեկն ըստ Փաշինյանի կրթությունը առաջնահերթ ռազմավարություն դարձնելն է։ Օրինակ, ընտանիքը ստանում է կարա ընդհանուր մինչև 100,000-ից 150-200,000 դրամ աջակցություն ստանա։ Բայց սոցիալական աշխատող գնում է եւ զեկույց է գրում, որ ընտանիքի երեխաները գտնվում են ծայրահեղ սանիտարահիգիենիկ ծայրահեղ պայմաններում։ Մենք ընդունում ենք, որ այդ մեր տված գումարը չի կարող հերիքել հազար ներողություն ռոկոկո սերվիս ունենալու համար։ Հասկանում եք, այս մարդկան ծայրահեղ աղքատությունը ուզում եք տանենք կրկնապատկենք, գերապատկենք։ Չի փոխվելու, մինչև մենք կրթությամբ չգնանք այդ ճանապարհին։ Հայաստանի գաղութներում գրանցվել է հերթական մահը, պատճառը չեն մանրամասնում, բայց խոսքը ինքնասպանության մասին չէ։ Ճաղերի հետևում գտնվող առողջական խնդիրներ ունեցող անձի սա արդեն որերորդ մահն է այս տարվա ընթացքում։ Չնայած պատասխանատու պաշտոնյաների հավաստիացումներին, որ քրեակատարողական համակարգում գոյություն ունեցող առողջապահական կարողություններն անընդհատ բարելավվում են, թվերն այլ բանի մասին են խոսում։ Օրինակ 20 թվականին ամբողջ տարվա ընթացքում, եթե չեմ սխալվում, արձանագրվել ընդամենը 5 մահվան դեպք։ 25 թվականին արդեն 11 ամիսների ընթացքում փաստորեն 22-րդ մահվան դեպքը գրանցվեց, որոնցից ասեմ 9-ը ինքնասպանություն, մնացածը մահեր են առողջական պատճառներով, ուղիղ առողջապահական, ինչ-որ սոմատիկ հիվանդություններով պայմանավորված եւ այլն։ Գաղութներում առողջապահական համակարգի որակը բարձրացնելու նպատակով այն սկզբում Արդարադատության նախարարության ենթակայությամբ էր, իսկ տարիներ առաջ անցավ առողջապահության նախարարության ենթակայության տակ։ Չնայած ոլորտի կառավարման հմտություններին դրական ազդեցություն ոլորտի վրա դա չունեցավ։ Այն մարդիկ, որոնք որ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, պատշաճ բուժօգնություն չեն ստանում։ Շատ դեպքերում այդ հերթագրումը, երբ որ հասնում է, իրենց ցավոք սրտի այդ մարդիկ արդեն կենթանի չեն լինում։ Ամիսներ շարունակ զրկված են դեղորայքից։ Մենք շատ սերտորեն աշխատելով մեր գործընկերների հետ անընդհատ բարելավում ենք եւ բժշկական ծառայությունների հասանելիությունը եւ պայմանները, որոնց որ տրամադրվում են բժշկական օգնություն։ Արմավիր քրեակատարողական հիմնարկում ըստ ոլորտի պատասխանատուների ստեղծվել է ստացիոնար բաժանմունք, որտեղ տեղադրվել են հետազոտական սարքավորումներ հիվանդությունների վաղ հայտնաբերման համար եւ այլն։ Իսկ ինչն է այդ դեպքում քրեակատարողական հիմնարկներում մահերի այս թվի պատճառը։ Անձնակազմի բժիշկների քույրերի աշխատավարձերը վերջին տարիներին էականորեն չեն փոխվել, այսինքն բարձրացում չի եղել, իսկ դա ուղիղ ազդում է տրամադրվող մատուցվող ծառայությունների որակի վրա։ Քրեակատարողական համակարգը ըստ էության լքում են նրանք, ովքեր ունեն ավելի լավ վարձատրվող այլընտրանք։ Բացի այդ, բավականին անհամաչափ են ստացիոնար բուժառուների համար նախատեսված տեղերն ու իրականում այդ ծառայության կարիքն ունեցող դատապարտյալների թիվը։ Դատապարտյալների հիվանդանոցը ինքը շատ վատ հաստատություն էր, այսինքն ինքը շատ հեռու էր բժշկական հիմնարկ կոչվելուց, բայց իմ կարծիքով մենակ Արմավիր բժշկական կենտրոնում 90 մարշչականանոց բաժանմունք բացելը չի կարող, այսպես ասած, լիարժեքորեն բավարարել կարիքներին։ Քրեակատարողական հիմնարկներում այս տարվա ընթացքում մահերի զգալի մասի մահվան պատճառը ըստ շրջանառվող տեղեկությունների եղել են քրոնիկ հիվանդությունները, այսինքն եթե մարդու գաղութում հայտնվելուց հետո լինեին մոնիթորինգային աշխատանքներ, օրինակ ճնշման խնդիր ունեցողը պարբերաբար ստուգումների ենթարկվեր, գուցե կանխվեր վիճակի սրացումն ու որպես հետևանք նրա մահը, այսինքն այստեղ ըստ մասնագետի ոչ թե ռեսուրսների, այլ կառավարման խնդիր կա։ Թռնելով, բռնելով Մասից խոշորացված համայնքի գեղանիստ բնակավայրի 26 եւ 25 փողոցների նրբանցքում Միքայել Այնչանես կհայտնվեց ցեխաջրերում, պատճառն այն է, որ տևական ժամանակ է խմելու ջրի խողովակը վնասվել է։ Կնանիքը ընկնում են ցեխի մեջ, այնտեղից բռնում շուրեն գալի ցեխի մեջ։ Խաղալն ախպեր մեկ են տալիս դրե ոտնոս դնում աստում։ Պարբերաբար հազանգիրից հետո վեոլյա ջրից եկել են, բայց սահմանափակվել են միայն վնասված հատվածը փայտով փակելով։ Կարճ ժամանակ հետո նորից պատկերը նույնն է։ Սարև ես զանգել եմ Հարևանը զանգել է, աղջիկները զանգել են։ Վիոլա ջուր։ Եվ ինչ են պատասխան։ Բաում գիծնա։ Մեր գիծը չի, շոչը գդրած ինչպես փողը հավաքը։ Խմելու ջուրը հոսում,
լցվում է հեսա մարդկանց ջերմոցների, պատերի, հիմքերի հերն անիծում է պարիսուների, նաև ջերմոցի։ Հիմա ով է պատասխան տալու չգիտենք։ Հաշվի առնելով, որ օրերը գնալով ցրտում են, ցեղաջրերը շուտով սառույց կդառնան, որն ավելի վտանգավոր է, բնակիչները դիմում են Արարատի մարզպետին։ Շտաբ քայլեր ձեռնարկելու պահանջ են հղում։ Թեստերի խախտումներ, անարդար գնահատում եւ կասկածելի մոտեցումներ ռուսերենի ավելի քան 200 ուսուցիչ դիմում բողոք է ներկայացրել ԿԳՄՍ նախարարին եւ վարչապետին, պահանջելով թեստերի վերանայում եւ արդար գնահատում։ Ուսուցիչների մտահոգությունները վերաբերում են ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքին եւ կազմակերպմանը, ինչը մեղմ ասած պատուհաս է դարձել նրանց գլխին։ Ասում են, բովանդակությունն էականորեն չի համապատասխանել նախապես հրապարակված ուղեցույցին եւ սահմանված չափորոշիչներին։ Թեստերից բացակայել են տեսական իսկ ինկետից բաղկացած պնդումների փնջում հստակեցված չէր, քանի ճիշտ պատասխան ունի պնդումը, ինչն ըստ էության շփոթմունք է առաջացրել մանկավարժների մոտ։ Ռուսաց լեզվի մեջ նշված չի եղել, որ 9-ից 3-ն են ճիշտ։ Պարզվում է վերջում այդպես է եղել բոլոր առարկաները, սակայն ի տարբերություն բոլոր առարկաների ռուսաց լեզվի թեստում նշված չէր այդ փաստը։ Համարակալված չէին, այնտեղ փոքրիկ խնդիրներ կային, տպագրական, ուղղագրական եւ այլն, մենք այդ դիտարկումները նույնպես արել ենք, կարծես հատուկ ուզեցել էին խճճել ուսուցիչներին ժամանակի առումով, չհամարակալելու առումով։ Այս տարվա թեստերը անակնկալի են բերել նաեւ պատմություն առարկայից կամավոր ատեստավորմանը մասնակցած բազմաթիվ ուսուցիչների։ Նրանցից գրեթե 1000-ը չեն հաղթահարել անցողիկ 60 միավորի շեմը։ Նույն իրավիճակին են բախվել նաև քիմիա եւ հասարակագիտություն դասավանդող ուսուցիչները։ Վստահեցնում են, ոչ մի գիտելիք պահանջող հարց թեստերում չի եղել։ Կրթական գերատեսչությունից հետաքրքրվեցինք, արդյոք համարժեք լուծում կտրվի ուսուցիչների բարձրաձայնած խնդրին։ Պատասխանեցին, որ ինչպես ամեն տարի, այնպես էլ հիմա նախարարությունը հավաքագրում է ուսուցիչների բարձրաձայնած հարցադրումները։ Խնդիրները ինչպես տարբեր առարկաների, այնպես էլ ընդհանուր ընթացակարգի հետ կապված, որոնք հետագայում վերլուծում են եւ բարելավում գործընթացը։ Յուրաքանչյուր ուսուցիչ իր թեստի այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ անհամաձայնություն ունի, հենց համակարգում բողոքարկում է, նշելով իր անհամաձայնությունը։ Բողոքարկումները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է ներկայացված յուրաքանչյուր բողոք եւ անհատապես պատասխանում է մասնակցին։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնից էլ վստահեցնում են, բոլոր թեստերը կազմվել են բացառապես դպրոցական ծրագրի շրջանակում, ուստի դրանք բարդ կոչել խելամիտ չէ։ Բացի այդ, ԳԹԿ-ն որևէ դիմում չի ստացել այն մասին, թե այս կամ այն առաջադրանքը դպրոցական ծրագրում չկա։ Բողոքարկման ժամկետների ընթացքում ստացված դիմում բողոքների ուսումնասիրությամբ որևէ բովանդակային խախտում չի հայտնաբերվել ռուսերենի եւ պատմության թեստերում։ Մեկ առաջադրանք վերանայվել է հասարակագիտության թեստերում եւ այդ առաջադրանքը կատարած ատեստավորվող ուսուցիչների քննական միավորը փոխվել է։ Նույնիսկ մեկ բողոքի դեպքում, երբ դա ըստ էության բողոք է, անպայման բողոքարկման հանձնաժողովը անդրադառնում է դրան։ ԳԹԿ ներկայացուցիչը լակոնիկ է ձևակերպում, եթե ուսուցիչը տիրապետում է իր դասավանդած առարկային, նա պիտի կարողանա գրել թեստը։